Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, շնորհակալ ենք Աստծուց, որ եւս մի շաբաթ էլ պարգևեց մեզ կյանք, որ բերեց հասցրեց իր հաջորդ սուրբ շաբաթօրվան։ Թող Աստված մեզ օգնի, մեր ականջները բացի, մեր սիրտը բացի, մեր միտքը բացի, որպեսզի ճիշտ ընկալենք այն, ինչ որ Աստված ուզում է մեզ այսօր ասել իր խոսքի միջոցով, եւ թող Աստված մեզ օգնական լինի այս ուսումնասիրության մեջ։ Ուրեմն շարունակում ենք մեր շաբաթօրյա դպրոցի աստվածաշրջան ուսումնասիրությունը, ինչպես ասեցինք, նոր եռամսյակ է սկսել եւ այս նոր դասագրքի անունն է Աստծո առաքելություն, իմ առաքելությունն է եւ այսօր երկրորդ դասն է, որը անցած առաջին դասի շարունակությունն է։ Այսինքն Աստծո առաքելությունը մեզ համար մաս երկրորդ։ Հիշելու համարն է Մատթեոս 28 գլխի 19 համարը, արդ գնացեք աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ամբողջ Սուրբ գրքում անդադ հանդիպում է այն գաղափարը, որ Աստված առաքելության Աստված է։ Եվ այս գաղափարը ցույց է տալիս Աստծո նպատակը իր արարչագործության համար։ Եվ միաբանում է աստվածային հայտնությունը հիմնական նպատակի հետ։ Աստծո պատկերի վերականգնումը նրա մեղանչած զավակների մեջ։ Այսինքն մեր կյանքի նպատակն է գտնել մեր երկնային Հորը, մեր կյանքի իրական իմաստը, թե մենք ինչու ենք եկել այս աշխարհ, ինչ նպատակով, ում կերպարով, իսկ Աստծո նպատակն է մեր մեջ վերականգնել իր կերպարը, որովհետև Աստվածաշնչի առաջին համարների մեջ գրված է, որ Աստված մեզ իր կերպարով ստեղծեց, իր պատկերով, սա ցավոք մեղքը արատավորեց, աղավաղեց Աստծո պատկերը մեր մեջ եւ Աստծո առաքելությունն է վերականգնել այդ պատկերը մեր մեջ։ Եվ սա այն հիմքն է, որի միջոցով մենք պետք է տեսնենք ու հասկանանք մեզ ուղղված Աստծո խոսքը։ Աստված գիտակցած ձևով ուզում է մեզ հետ հարաբերություն հաստատել, ուզում է մեզ հետ շփվել, ուզում է հաշտեցնել մարդկանց իր հետ Քրիստոսի թափած Սուրբ Արյան միջոցով։ Մեղքը առաջացրեց բաժանություն, բայց Աստված չթողեց մեզ, կարող ենք օրինակ վերել երկու ամուսինների, որոնք կանած են ամուսնալուծության շեմին, մի կողմը չի ուզում, մյուս կողմը ուզում է, եւ այդ մի կողմը, որ չի ուզում, ամեն ինչ անում է, որպեսզի վերականգնի հարաբերությունները իր ամուսնու հետ, ամուսնու կամ կնոջ հետ։ Ամեն քայլի դիմում է, ամեն ձևով ուզում է հաշտություն կնքել իր կնոջ կամ ամուսնու հետ։ Նույնը կատարվում է Աստծո մեջ։ Մենք Աստծո հետ մենք ապրում ենք մեղավոր կյանքով բաժանված Աստծուց, բայց նա դիմում է ամեն քայլի, որպեսզի մենք հաշտվենք իր հետ եւ իր հետ միաբան ապրենք։ Ուզում է, որ թույլ տանք իրեն մեր մեջ վերականգնի իրական իր պատկերը, որի համար նա մեզ ստեղծել է։ Միաժամանակ Աստված որոշեց իրեն մեզ ներկայացնել այնպիսի ճանապարհով, որ մենք կարողանանք հասկանալ իր բնույթը եւ նպատակը։ Եվ ամենից առաջ իրական եւ տևական հարաբերություններ ունենանք իր հետ։ Աստված երկնքում չնստեց եւ չասեց. «Հեյ, լսեք ինձ, Սատանան սուտ է ասում, ես այդպեսին չեմ, ես սենց եմ»։
ինքը այդպես չարեց, ինքը իր որդուն ուղարկեց, որ իր որդին ճշգրիտ ներկայացնի իր կերպարը մարդկանց։ Ուղարկեց որպես հակառակ լուր, հակառակ այն լուրի, որ սատանան տալիս է մեզ Աստծո մասին։ Աստծո երկու կերպար կա այս երկրի վրա, մեկը, որ ստեղծել է սատանան, մյուսը, որ ջանաց և ստեղծեց Հիսուսը։ Եվ մեր ընտրության մեջ է, թե որ կերպարին մենք հավատանք։ Որտև ամեն բացատրություն Աստծո խոսքը տալիս է, թե ինչու է աշխարհը այս վիճակում, այս աշխարհը այս վիճակում է ոչ թե Աստծո դաժանության պատճառով, այլ սատանայի դաժանության պատճառով, մեղքի դաժանության պատճառով, մեղքի, որը մենք մեր կամոք ենք ընտրում կատարել։ Եթե չընտրենք, չկատարենք, մենք օրհնությունների մեջ կապրենք, այլ ոչ թե հակառակը։ Այլ կերպ ասած, մենք ոչ միայն ճանաչում ենք նրան, այլև ուրիշների հետ կիսվում ենք նրա հետ ունեցած մեր փորձառություններով և նրա փրկարար սիրով։ Երբ որ ես ուզում եմ օրինակ բերել, երբ որ ես երբ որ ես 24 կամ ավելի փոքր տարեկան էի, մեր ընտանիքում կորուստ եղավ, շատ ցավալի կորուստ, իմ եղբոր զավակը մահացավ փոքր տարիքում, մի տարեկան ու կես, և չի ճանաչում Աստծուն, այսինքն ինչ որ մի եկեղեցի ինձ տվել էր Աստվածաշունչը, որ կարդայի, բայց ես չի կարողանում պատասխանել գտնել իմ հարցերի, իրանց էլ տալիս է, իրանք չէին կարող պատասխանել։ Եվ երբ որ այս երեխան մահացավ, դա շատ ազդեց իմ վրա և ես ասեցի, ես չեմ ուզում հավատալ, ես էլ չեմ ուզում հավատալ Աստծուն, որտև ինքը դաժան է։ Ինչ կապ ունի, ինչու այս երեխան տառապեց ու մահացավ։ Որտև այդ եկեղեցում, որ ինձ տվել էին Աստվածաշունչ, իրանք չէին կարողանում բացատրել, իրենք նույնիսկ չգիտեին դա։ Բայց երբ որ ես առաջին անգամ ոտք դրեցի ադվենտիստական եկեղեցի, հենց առաջին քարոզի մեջ ես իմ պատասխանը ստացա իմ հարցերի։ Եվ փառք Աստծո, այդ օրվանից ես սկսեցի ուսումնասիրել Աստվածաշունչը և ստանալ իմ հարցերի ճշգրիտ պատասխանները։ Այսինքն ճշմարտությունը իմացա։ Եվ ցանկանում եմ այդ ճշմարտությամբ կիսվել շատ ու շատերի հետ, որտև այսօր մարդիկ չեն ճանաչում Աստծուն։ Սատանան ինչ որ անում է, մեղադրում է Աստծուն։ Ինքը շատ ձևեր ունի, դրա մասին մենք խոսացել ենք։ Շատ մարդկանց համոզում է, որ ինքը չկա, եթե ինքը չկա, այդ դեպքում միայն Աստված է մեղավոր։ Շատերին համոզում է, որ ինքը կա, բայց ինչ որ անճոռնի մի կենդանի է, որ մարդիկ լուրջ չեն ընդունում։ Այսինքն տարբեր միջոցներ է օգտագործում մարդկանց խաբելու համար։ Եվ մեր խնդիրն է, երբ որ մենք իմանում ենք ճշմարտությունը, Աստված անպայման մեր մեջ կդնի փափագ կիսվելու այդ ճշմարտության մարդկանց հետ։ Այն ճշմարտության, որ մեզ բացել է Քրիստոսը իր կյանքով, իր մահվամբ, իր հարությունով և իր ծառայությամբ, իր համարձումով և իր ծառայությամբ Աստծո մոտ, իր հոր մոտ, մեր համար։ Այսինքն մեր փրկագնության գործում ոչ միայն Հիսուսը դեր կատարեց, այլ նաև Հայր Աստված և Սուրբ Հոգին։ Սուրբ գրքում Հիսուսը ներկայացվում է որպես Աստծո առաքելության կենտրոն, փրկության միակ ճանապարհ։ Քրիստոսն ինքը հայտարարեց Հովհաննես 14:6 համարում. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը։ Ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։
Սակայն նա նաև օգնում է մեզ հասկանալ, թե որքան կարևոր դեր ունեն երրորդության մյուս անձերն իր առաքելության մեջ, այսինքն Հայր Աստված և Սուրբ Հոգին։ Որդին արարեց աշխարհը, ինչպես ասում է Հովհաննես առաջին գլխի 3 համարը, եւ երբ ժամանակի լրումը հասավ, ինչպես ասում է Գաղատացիներ 4 գլխի 4 համարը, Աստվածի ցույց դրեց իր սերը երկիր ուղարկելով որդուն, Հովհաննես 3 գլխի 16-17 համարները։ Որդին, ինչպես նշեցինք, եկավ, մահացավ խաչի վրա, պարտության մատնեց մահին, այնուհետև Հայրն այս աշխարհ ուղարկեց Հոգուն, Սուրբ Հոգուն, որը հանդիպանում է աշխարհին եւ այսօր էլ շարունակում է Հոր եւ Որդու առաքելությունը, Աստծո ժողովրդին առաքելության կատարման համար զորացնելով։ Ոչ միայն հանդիպանում է, այլ նաեւ քաջալերում է, այլ նաեւ ուսուցանում է։ Եվ չնայած ինքը հենց երրորդություն բառ Աստվածաշունչում չի հանդիպում, սակայն հանդիպում են առաքելության կատարման ուղղված եռամիասնական Աստծո գործունեության բազմաթիվ ապացույցներ, օրինակ հարությունից հետո հայտնվելով իր աշակերտներին, Քրիստոսը նրանց խոստացավ. «Ահա ես իմ Հոր խոստումը ձեզ եմ ուղարկում, իսկ դուք նստեք Երուսաղեմ քաղաքում, մինչև վերևից զորություն ստանաք»։ Այստեղ ընդամենը մեկ նախադասության մեջ է, մի նախադասություն է, բայց այս նախադասության մեջ մենք տեսնում ենք եռամիասնական Աստծո առաքելությունը, Հոր խոստումը, Որդու հավաստիացումը, որ խոստումը կիրականանա եւ իրոք իրականացավ իր միջոցով, եւ հենց խոստումը Սուրբ Հոգու հեղումը, որը ինքը խոստացավ եւ հետո կատարվեց։ Սրանից բխում է, որ առաքելությունը մերը չէ, այն պատկանում է Աստծուն, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, եւ այն չի ձախողի։ Մենք ընդամենը միջնորդ ենք այս առաքելության մեջ։ Կարդանք Մատթեոս 28 գլխի 16-20 համարները, իսկ 11 աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, ուր Հիսուսը կարգադրել էր նրանց, երբ նրան տեսան, երկրպագեցին, բայց ոմանք երկմտեցին, Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն, երկնքում ու երկրի վրա։ Արդ, գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի, եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչեւ աշխարհի վերջը»։ Այսինքն սա եկեղեցու խնդիրն է, առաջադրանքը, որ Աստված տվեց, սրա համար գոյություն ունի եկեղեցին։ Եվ այս հրահանգը, այս առաջադրանքը կոչվում է մեծ հանձնարարություն, որում Հիսուսը հրահանգում է իր հետևորդներին գնալ երկրի ծայրերը եւ ազգերին աշակերտ դարձնել, սովորեցնելով նրանց հավատ եւ համայնքին միանալու կոչ անելով։ Չորս տեսանկյուն է այստեղ։ Առաջինը Հիսուսն իր աշակերտներին հրահանգում է գնալ Գալիլեա իր հետ լինելու նպատակով։ Երկրորդ, Հիսուսը գալիս է նրանց մոտ հայտնելու իր տիրակալության ու գերաշխանության մասին։ Երրորդ, Հիսուսը իր աշակերտներին հստակ առաջադրանք է տալիս. աշակերտ դարձրեք։ Եվ վերջապես Հիսուսը խոստանում է իր աշակերտների հետ լինել մինչև վերջ։ Աշակերտ դարձնելը այդ մեծ հանձնարարության հիմնական նպատակն է, բայց ոչ ինքնանպատակ, այսինքն ինչ է նշանակում աշակերտ դարձնել։ Այս Աստծուն օգնել վերականգնել Աստծո պատկերը մարդու մեջ, որպեսզի մարդը փրկության գա։
Ուստի գնացեք աշակերտ դարձրեք, ուստի բառը ցույց է տալիս, որ այս հանձնարարության հիմքում նախորդ համարում ներկայացված իրողությունն է, Հիսուսի զորությունը, տիրակալություն ու երեշխանությունը։ Նրա հարությամբ ձեռք բերված հաղթանակի միջոցով է։ Եվ ակնհայտ է, որ այս առաջադրանքը ոչ միայն այդ առաջին աշակերտների համար է։ Նրանք միայնակ չէին կարող աշակերտ դարձնել բոլոր ազգերին։ Ուստի իր ծավալով այս հանձնարարությունը համամարտկային է։ Հիսուս Քրիստոսի յուրաքանչյուր ճշմարիտ հետևորդ պետք է ներգրաված լինի աշակերտ դարձնելու այս առաքելության մեջ։ Եվ այս լուրը նախատեսված է ողջ աշխարհի համար եւ չի ճանաչում աշխարհագրական, սոցիալական, էթնիկ կամ որևէ այլ սահմանափակում։ Հայտնություն, կարդանք Հայտնություն 14 գլխի 6-7 համարները։ Տեսա երկնքում թռչող մի ուրիշ հրեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ ավետարանալու երկրի վրա բնակվողներին, բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին։ Նա բարձրաձայն ասում էր. «Վախեցեք Աստծուց ու փառք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկել է, եւ երկրպագեք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրներն ստեղծողին»։ Այստեղ միակ տեղն է Աստվածաշունչում, որտեղ այս ավետիսը կոչվում է հավիտենական։ Ինչու է այն կոչվում հավիտենական։ Որովհետև շատ այսպես կոչված ուսմունքներ եկել եւ գնացել են, բայց այս ուսմունքը, Հիսուսի ավետիսը մնացել է։ Ինչու՞մն է կայանում ավետիսը։ Ինչու՞մն է կայանում բարի լուրը։ Ավետիս նշանակում է բարի լուր։ Ավետիսը Հիսուս Քրիստոսի միջոցով բոլորին առաջարկվող շնորհի բարի լուրն է։ Նա եկավ մեր աշխարհ մեզ շնորհ ու ճշմարտություն ցույց տալու։ Նա ապրեց անմեղ կյանքով եւ մահացավ խաչի վրա որպես փոխարինող զոհ մեր մեղքերի պատիժը կրելու համար։ Սա կետերն է ավետիսի։ Նա հարություն առավ, վերադարձավ երկինք, բարձրացվեց հոր կողմից եւ այսօր բարեխոսում է մեզ համար երկնային սրբարանում։ Նա շուտով կիրականացնի իր մեծագույն խոստումը, կվերադառնա մեծ զորությամբ ու փառքով եւ հազարամյակից հետո երկրի վրա կհիմնադրի Աստծո արքայությունը։ Սրանք են հավիտենական ավետիսի գլխավոր իրողությունները եւ մեր խնդիրը, առաջադրանքն է, որ մենք այս հավիտենական ավետիսը տանք մարդկանց, անկախ նրանց ազգությունից, սոցիալական իրավիճակից եւ այլ տարբերություններից։ Կա միայն մեկ ավետիս, որ կարող է փրկել մեզ։ Եվ այն անփոփոխ կմնա, մինչև Աստծո առաքելությունը լիարժեքորեն ի կատար ածվի։ Երբեք ոչ մի այլ ավետիս չի լինի։ Մոլորեցնող ուսմունքներն ու վարդապետությունները գալիս են ու գնում, սակայն փրկության լուրը, հավիտենական ավետիսը անփոփոխ է, եւ նրանք, ովքեր հավատում են այդ ավետիսին եւ ապրում են դրան հնազանդ կյանքով, կպարգևատրվեն։ Եվ ուրեմն առաջին աշակերտներին տրված այս հանձնարարությունը, հավիտենական ավետիսի տարածումը, տրված է նաեւ մեզ։ Մենք պետք է շարունակենք ամենուր մարդկանց Քրիստոսի համար աշակերտներ դարձնելու առաջադրանք, այսինքն մարդկանց տեղյակ պահելու ճշմարտության մասին, տեղյակ պահելու, որ չարը սատանան գործում է եւ խաբում է մեզ, սխալ ներկայացնելով Աստծո նպատակները եւ Աստծո կերպարը։ Այո, աշակերտները պետք է լինեն բարի ազնիվ, լիարժեքորեն նվիրված եւ սիրող մարդիկ։ Սրանք շատ կարևոր գծեր են
բայց բավարար չեն։ Մեր աշակերտները պետք է կենտրոնացած լինեն աշակերտության աստվածաշրջան բաղկացուցիչների վրա, ինչի վերջնական նպատակը պետք է լինի պատրաստվել եւ ուրիշներին եւս պատրաստել Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին։ Այսինքն մենք կարող ենք բարի լինել, օգնել մարդկանց, բայց եթե մենք դրա հետ մեկտեղ չենք տալիս մարդկանց բարի լուրը, ավետիսը, այսինքն որ նրանք ստիպված չեն տառապել հավետ, որ Աստված առաջարկում է իրենց հաշտություն, եւ եթե իրենք այդ հաշտությունը ընդունեն, եթե իրենք ընդունեն Քրիստոսին որպես իրենց փրկիչ, իրենք անեծքի, մեղքի անեծքի տակից դուրս կգան եւ կապրեն բոլորովին այլ կյանքով։ Այսինքն անհրաժեշտ է, որ մենք բարի լինենք, նվիրված, բայց նաեւ անհրաժեշտ է, որ մենք ճշմարտությունը չթաքցնենք մարդկանցից, որտեղ դա է հիմքը մարդկանց ուրախության եւ փրկության։ Ինչպես գրում է Էլեն Ուայթը Քրիստոսի առակները գրքում էջ 227-228, դատաստանի հռչակումը հայտարարում է, որ Քրիստոսի երկրորդ գալուստը դռներին է, եւ այս հռչակումը կոչվում է հավիտենական ավետիս։ Այսպիսով, Քրիստոսի երկրորդ գալուստի հռչակումը եւ դրա շատ մոտ լինելու մասին հայտարարությունը կազմում են հավիտենական ավետիսի անքակտելի մասը։ Հիսուսը ոչ միայն ապրեց, մահացավ, համբարձվեց եւ ծառայում է, այլ նաեւ կվերադառնա երկրորդ անգամ։ Եվ այս լուրը մենք պիտի տանք մարդկանց որպես բարի լուր։ Ինչու՞մն է կայանում մեր առաքելությունը։ Մենք առաքելության, Աստծո ժողովուրդ առաքելության միջնորդներ են, այսինքն իրենք չեն կարող մարդկանց փրկել, իրենք կարող են մարդկանց բերել Հիսուսին ճանաչելուն եւ Հիսուսը կարող է նրանց փրկել։ Այսինքն, որ իրանք Քրիստոսին ընդունեն իրենց կյանքի մեջ եւ իրանց սրտի մեջ։ Պատմության ընթացքում Աստված միշտ ունեցել է իրեն հավատարիմ մարդիկ, ովքեր ներկայացրել են նրա բնավորությունը եւ հնազանդորեն կատարել են նրա նպատակները։ Աստծո ժողովուրդը նրանք են, որ անսացել են նրա կանչին, այսինքն լսել են Աստծո կանչին եւ ընդունել նրա հրավերը հաղորդակից լինել իր շնորհին։ Նրանք, որոնք եղել եւ շարունակում են լինել Աստծո գործիքները, նրա առաքելության իրականացման ճանապարհին։ Աստված մեզ առաջարկում է երկու իրականություն։ Մենք կարող ենք լինենք սատանայի գործիք կամ Աստծո գործիք։ Ինքներս պիտի ընտրենք, թե ում գործիքն ենք ուզում ենք լինել։ Կարդանք Ծննդոց 12:1-3 համարները։ Տերն ասաց Աբրամին. գնա քո երկրից, քո ազգականներից, քո հոր տնից, այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ։ Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ եւ օրհնեմ քեզ ու մեծացնեմ քո անունը, եւ դու օրհնյալ կլինես։ Քեզ օրհնողներին կօրհնեմ, իսկ քեզ անիծողներին կանիծեմ, աշխարհի բոլոր ազգերը քեզնով կօրհնվեն։ Այսինքն, ինչի համար է Աստված օրհնում Աբրահամին եւ իր հետնորդներին, որպեսզի իրենց միջոցով ազգերը օրհնվեն, այլ ոչ թե հակառակը անիծվեն։ Եվ այս խոստումը տրված էր պայմանական։ Կարդանք երկրորդ Օրինաց գիրքը մի րոպե Աստվածաշունչը բերեմ։ Երկրորդ Օրինաց 7:6 6-րդ համարը
Երկրորդ օրինաց 7 գլուխ 6-7 համարը, որտև դու սուրբ ժողովուրդ ես քո և Աստծո համար, քո և Աստվածը քեզ ընտրեց, որ դու նրա համար սեփական ժողովուրդ լինես, երկրի երեսի վրա եղող բոլոր ազգերի միջից, և 11-12 համարները կարդանք։ Ուրեմն պահիր այն պատվիրանները, կանոնները և դատաստանները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, որ նորանք անես։ Եվ կլինի նորափոխանակ, որ այս դատաստանները լսելով նրանք պահես կատարես, քո և Աստվածն էլ քեզ համար քո հայրերին երդում արած ուխտը և ողորմությունը կպահե։ Այսինքն, պայմանական է Աստծո տված խոստումը։ Եթե Աբրահամի հետնորդները պահեին օրենքը, այսինքն ճշմարտապես ներկայացնեն Աստծուն, Աստված էլ իրենց կօրհներ։ Եթե ոչ, Աստծո խոստումը չէր կարող իրականանալ նրանց կյանքում, և Աստծո հետնորդների պատմությունը ապացուցում է այս խոսքերի ճշմարտացիության ամեն անգամ, երբ որ իրանք հեռանում էին Աստծուց, դատաստաններ էին ընկնում այդ ժողովրդի գլխին։ Նույնը մեր կյանքում է։ Աստծո խոստումները պայմանական են։ Եթե մենք հնազանդվենք Աստծո խոսքին, օրհնությունը կստանանք, եթե չէ, մենք չենք կարող մեղքի մեջ գտնվելով և հարատևելով օրհնություն ստանալ, դա հնարավոր չէ։ Ուրեմն Աբրահամի և նրա սերունդների հետ կապած Աստծո ուխտը կոնկրետ նպատակ էր հետապնդում։ Աստված նրանց կանչեց, լիազորեց և հանձնարարեց լինել իր առաքելության գործակալները, ազգերին տրվող օրհնության միջնորդներ։ Այդուհանդերձ, նրանց ընտրած լինելու արհավատչյան պետք է լիներ Աստծո հետ ուխտի հարաբերությունները, որի համար հիմք պետք է ծառայեր հավատի և հնազանդության պայմանը։ Նոր կտակարան, ուրեմն հին ուխտում, երբ որ դեռ Հիսուսը չէր եկել այս աշխարհ, ընդհանուր առմամբ այս առաքելությունը, որ տվեց Հիսուսի հետնորդների, Աբրահամի հետնորդներին Աստված, նրանք չկարողացան կատարել ընդհանուր առմամբ։ Բայց որոշ առանձին մարդիկ կատարեցին, այսինքն մարգարեները, ում Աստված ընտրում էր, և նաև առանձին ներկայացուցիչներ այս ազգի։ Օրինակ բերենք Հովնանին, Հովնանը մարգարե էր, բայց ինքը, երբ որ Աստված իրեն ասեց գնա Նինևիա և զգուշացրու իրենց, որ եթե իրենք դարձի չգան ապաշխարեն, իրենք կործանվելու են։ Հովնանը չուզեց, ինչու, որտեղ իրենք թշնամի էին, իրանք մորթել էին հրեաներին և այլն և այլն։ Եվ հիմա Աստված ասում է գնա և նրանց ասա, որ փրկվեն, զգուշացրու, ինքը չէր ուզում զգուշացնել, որտև իր սրտի մեջ սեր և տեղ չկար այդ ժողովրդի համար։ Ինքը ամեն ձևով փախավ, մենք այդ պատմությունը լավ գիտենք, բայց վերջի վերջո ստիպված էր գալ Նինևիա և զգուշացնել։ Եվ երբ որ զգուշացրեց, հրաշք տեղի ունեցավ։ Այս մարդիկ դարձի եկան, ապաշխարեցին, իրենց սխալ չար ճամփաները թողեցին։ Եվ Աստված չկատարեց իր զգուշացումը, որ իրանց պիտի կործաներ, որտեղ իրենք դարձի եկան։ Աստծո օրհնությունն էլ է պայմանական, և նախազգուշացումն էլ է պայմանական, այսինքն, երբ որ նախազգուշացում է վատ բաների համար։ Եվ Հովնանը փոխանակ ուրախանա, որ այս մարդիկ այդպիսի վատ հոգեկան իրավիճակից փոխվեցին դեպի լավը, այսինքն դարձի եկան և այլևս վտանգ չեն ներկայացնում իրենց կողքի ժողովուրդների համար, նա տխրեց, որտև սեր չուներ մարդկանց հանդեպ։
Այսինքն մեզ մարդկանց լուրը ասելու հիմքը պետք է լինի սերը, ոչ թե Աստծո առաջ աջոկներ հավաքելը, այլ սերը, եւ Աստված լավ դաս տվեց Հովնանին, այդ բույսը տնկեց, հետո այդ բույսը չորացավ եւ նեղվեց Հովնանը, ասում է դու նեղվում ես այս բույսի համար, իսկ այս բոլոր մարդկանց ես եմ ստեղծել, կապ չունի ազգություն, կապ չունի ոչինչ, բոլոր մարդկանց ստեղծել Աստված եւ բոլորին ափսոսում է, բոլորին խղճում է, ուզում է յուրաքանչյուրը գադարցի, նույնիսկ այն վայրենին, ով որ մորթում է երեխաներին եւ մարդկանց, Աստված շատ է ուզում, որ նրանք դարձի գան, բայց իհարկե ամեն մեկը իր ժամանակ ունի եւ Աստծո Հիսուսի աշակերտների առաքելությունն է, որպեսզի այս լուրը հասնի բոլորին, նույնիսկ այդ վայրենի մարդկանց։ Եվ մի ուրիշ օրինակ, որ փոքր աղջնակը, որը զինվորականի Ասորի զինվորականի տանը ծառայում էր, այսինքն գերի էին վերցրել եւ նա ծառա էր այդ տան մեջ։ Սակայն նա չէր ատում, նա սիրում էր այդ զինվորականը հիվանդ էր եւ նա խորհուրդ տվեց, ասեց գնա Եղիսեի մոտ եւ ինքը կբուժի, մարգարե կա Իսրայելում, գնա նրա մոտ եւ ինքը կբուժի։ Եվ լսեցին նրա խորհրդին, գնաց եւ բուժվեց այդ մարդը։ Եվ Եղիսեն էլ չասեց, չէ, դու գիտես, դու մեր ճշտամիների զորավարն ես, ես չեմ բուժի քեզ։ Ճիշտ է, ինքը դուրս չեկավ, հարգանքի պատվի նշաններ ցույց չտվեց, բայց նրան հուշեց, թե ինչ անի, որպեսզի բուժվի, եւ այդ բուժումը այդ մարդուն դարձի բերեց։ Ինքը ընդունեց ճշմարիտ Աստծուն իր սրտում, այդ զինվորականը։ Սա պիտի լինի մեր մոտեցումը այն մարդկանց, ովքեր չեն ճանաչում ճշմարտությունը։ Եվ նաև Եղիայի օրինակը, որ Աստված իրեն ուղարկեց Սարեփթացի որբևայրու մոտ, եւ այդ կինը մեծապես օրհնվեց եւ իր սրտում ընդունեց ճշմարիտ Աստծուն։ Այսինքն առանձին մարդիկ կատարել են, բայց ընդհանուր հոգևոր առաջնորդները եղծել են ճշմարտությունը, Աստծո պատկերը, այդ ազգի հոգևոր առաջնորդները եւ վերջի վերջո այն աստիճան հասան, որ խաչեցին հենց իրենց Աստծո որդուն։ Եվ փոխարել են լինելու օրհնություն մյուս ազգերի համար, ցավոք եղան հակառակը։ Զգույշ լինենք, որ մենք այսօր նույն սխալը չկատարենք։ Աստված օրհնություններ տալիս է մեզ, որպեսզի մենք այն տարածենք ուրիշների վրա, այլ ոչ թե պահենք մեր մոտ, միայն մեզ համար, ինչը արեց հրեա ազգը։ Նրանց չնմանվենք, այլ մեծ սիրով լցվենք մեր շրջապատողների հանդեպ եւ Աստծո օրհնությունները, որ գալիս են մեզ, կիսվենք ուրիշների հետ։ Ուրեմն նոր ռազմավարություն Աստված ստեղծեց, երբ որ Քրիստոսը խաչվեց, աշակերտները, որոնք կազմում են եկեղեցին, առաքելություն իրականացնելու համար գնում են դեպի աշխարհ, մինչդեռ հին Իսրայելի դեպքում աշխարհը պետք է գար դեպի Իսրայել եւ տեսներ ճշմարտությունը եւ դարձի գար, բայց ցավոք դա տեղի չէր ունենում։ Եզակի դեպքերում այո, տեղեր ունենում։ Հիմա էլ շատ եկեղեցու հոգևոր առաջնորդներ փոխարենը այս առաջադրանքը կատարեն, անում են հակառակը։ Ընդհակառակը եկեղեցին շարունակում է իր գոյությունը, քանի որ Աստծո առաքելությունը դեռևս պետք է իրականանա եւ Աստված հենց եկեղեցու միջոցով պետք է այն իրականացնի։
եկեղեցու նպատակային չէ, որ մարդիկ գնան, նստեն, լսեն, իրար հետ խոսան եւ գնան տուն։ Այլ այդ լույսը, որ իրենք ստացել են, օրհնությունը, որ ստացել են Աստծուց, տարածեն իրենց շրջապատի վրա։ Այդ լուրը տան մարդուն, կապ չունի, թե մարդը ոնց է ընդունում, ծաղրում է, թե ինչ է անում, բայց մեր առաջադրանքն է, մեր փափագը պիտի լինի, անկախ ամեն ինչից, ճշմարտությունը ներկայացնենք մարդկանց, որտեղ դա կարող է լինել նրանց միակ հնարավորությունը ճշմարտությունը ճանաչելու։ Կարող է իրենք ուրիշ մարդու չհանդիպեն իրենց կյանքում, որը հնարավորություն ունենա իրենց ճշմարտությունը ասելու։ Եվ այդ դեպքում մենք պիտի դնենք այդ մարդկանց տեղը։ Պատկերացրեք, որ մեզ չասեին ճշմարտությունը, եւ մենք մնայինք մթության մեջ, կարծելով, որ մենք մի անտերեակ ենք, որ Աստված դաժան ու չար է, բռնակալ է, եւ դա դժբախտ է սարքում մարդկանց։ Ուրեմն, եթե մենք իմացել ենք ճշմարտությունը, պետք է ձգտենք դա փոխանցել ուրիշներին, որ իրենք էլ այդ մթությունից դուրս գան։ Եվ եկեղեցին պիտի անի նույնը, ինչ որ Քրիստոսը Ղուկաս 19:10 համարում ինքը ասեց, որտեղ մարդու որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու։ Մյուս տեղեր ասեց, ես չեմ եկել դատեմ, այլ փրկեմ։ Չեմ եկել կործանեմ, այլ փրկեմ։ Այստեղ տեղին է հիշել մի օրինակ Դոսին, որը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ադվենտիստ է եղել, ադվենտիստների ընտանիքում է մեծացել եւ իրեն սովորեցրել են, որ ինքը պետք է չսպանի, բայց երբ որ պատերազմը եղավ, ինքը որոշեց գնալ եւ օգնել, հրամանատարին ասեց, որ ես ձեմ չեմ վերցնի, հրամանատարը ասեց, այդ դեպքում ինչ ես եկել, ասեց, եկել եմ օգնեմ, իրանք կսպանեն, ես կփրկեմ, եւ ինքը փրկեց հազարավոր կյանքեր եւ դրա համար պատերազմից հետո արժանացավ հերոսի կոչմանը։ Մեր առաքելությունն է փրկել մարդկանց, ոչ թե դատապարտել ու կործանել, այլ փրկել, մթությունից հանել դեպի լույս։ Այսինքն, որպես հոգևոր էակ, մեր առաջադրանքն է։ Թեև մեզնից ոչ ոք չի կարող եկեղեցուն փրկել որևէ մեկին, բայց մենք կարող ենք եւ պետք է մարդկանց ուշադրությունը հրավիրենք այն մեկի Հիսուս Քրիստոսի վրա, ով կարող է փրկել։ Վկայությունների եկեղեցու համար հատոր 3-րդ H 371 Էլեն Ուայթը գրում է. Քրիստոսի եկեղեցու առաքելությունը կործանվող մեղավորներին փրկելն է։ Դրա նպատակն է Աստծո սերը մարդկանց հայտնի դարձնել եւ նրանց շահել Քրիստոսի համար այդ սիրո միջոցով։ Ոչ թե նայենք այդ մարդկանց եւ ասենք, «Յախ, այս ինչ մեղքերի մեջ են խրված այս մարդիկ, դուք կործանվելու եք, դուք», այսինքն դատապարտելով, ուրախանալով ասել, որ դուք կործանվում եք, ոնց որ Հովնանն էր ուզում։ Այսօր շատ քրիստոնյաներ Հովնանի հոգով են լցված, այլ ոչ թե այն փոքրիկ աղջնակի, որ մեծ սիրով հուշեց այդ մարդուն, թե ինչպես բուժվի։ Իր թշնամուն, որ իրեն բերել եւ գերության մեջ էր պահում։ Ուրեմն ոչ թե դատապարտելը, մեղքը հիշացնում ենք մարդուն, միայն այն պատճառով, որպեսզի նրան բերենք այն հասցնենք այն հասկացողության, որ մարդը մեղավոր է եւ կարիք ունի փրկչի, ընդամենը դրա համար, թե չէ մենք բոլորս մեղավոր ենք, մենք բոլորս փրկչի կարիք ունենք, մենք իրավունք չունենք ինչ-որ մեկին դատապարտել, դա միայն Աստված կարող է անել, մենք կարող ենք ընդամենը հուշել իրենց, ինչպես դուրս գալ այդ վիճակից, այդքան բան, պատմել նրանց ինչպես մենք դուրս եկանք այդ վիճակից, այսքան մեղքի մեջից, ատելության մեջից, խաբեության մեջից եւ այլ մեղքերի մեջից։ Եկեղեցու համար առաքելություն ունենալ օդի ու ջրի պես կարևոր է։
Ինչպես մենք կմեռնենք առանց օդի ու ջրի, այնպես էլ եկեղեցին կմեռնի առանց առաքելության։ Այսինքն, եթե այդ մարդիկ օրհնությունները մենակ իրանց համար են պահում, եւ այդ եկեղեցուն չեն ավելանում մարդիկ, չեն գալիս նոր մարդիկ, այդ եկեղեցին մեռնող եկեղեցի է, իր նպատակին չի ծառայում։ Ցավոք այսօր շատ եկեղեցիներ են այդ վիճակում, բայց պետք չէ հուսաթափել, պետք է քնից զարթնել եւ Աստված օգտագործում է տարբեր վատ իրադարձություններ մարդկանց քնից արթնացնելու համար, որպեսզի հասկանան ինչ է կատարվում այս աշխարհում եւ ինչի են եկել այս աշխարհ եւ ինչ պիտի անեն։ Աստված չի ուզում, որ վատ իրադարձություններ կատարվեն այս աշխարհում, բայց նա օգտագործում է այդ իրադարձությունները մարդկանց արթնացնելու քնից, մեղքի քնից։ Եվ կարդանք Հայտնություն 7:9-10 համարները, ուրեմն Աստված առաջադրանք տվեց մարդկանց, որ իրենք որ իրենք աշակերտեն բոլոր մարդկանց ասեն ճշմարտությունը, տան բարի լուրը, ավետիսը, որպեսզի մարդիկ հաշտվեն Աստծո հետ եւ փրկվեն։ Ինչպես որ մենք ենք հաշտվել Աստծո հետ։ Սրանի ուրեմն 9-10 համարների 7-րդ գլխի հայտնության։ Սրանից հետո տեսա մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանած էին աթոռի եւ գարան առաջ, սպիտակ զգեստներ հագած եւ արմավենու ճյուղեր իրենց ձեռքին, եւ բարձրաձայն աղաղակում էին ու ասում. փրկությունը մեր Աստծունն է, որ նստում է աթոռի վրա եւ գարանը։ Այս համարը ինչ է ցույց տալիս։ Սա ապագան է ցույց տալիս։ Այսինքն, որ Աստծո ջանքերը, որոնք իրականացան իր եկեղեցու, իր մարդկանց միջոցով, իզուր չեղան։ Սա ցույց է տալի ապագան, որ շատ ազգերից փրկված մարդիկ կլինեն։ Ուրեմն մենք ասեցինք, Աստված առաջադրանք տվեց եւ նաեւ ցույց տվեց որտեղ կատարեն այդ առաջադրանքը։ Առաջինը ասում է. «Արդ գնացեք աշակերտ դարձրեք բոլոր ազգերին», երկրորդը երկրի վրա բնակվողներին, բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին։ Այլ խոսքերով, Քրիստոսի ավետարանը պետք է հասնի բոլոր դասակարգերին, բոլոր ազգերին, բոլոր լեզուներին եւ ժողովուրդներին։ Ավետարանի ազդեցությունը պետք է միաբանի փրկվածներին եղբայրության կապերով։ Մենք ընդօրինակելու ընդամենը մեկ օրինակ ունենք՝ Հիսուս Քրիստոսին։ Եթե մենք ընդունենք ճշմարտությունը, ինչպիսին այն Քրիստոսի մեջ է, կկոտրվեն նախապաշարմունքներն ու նախանձը եւ ճշմարտության հոգին մեր սրտերը մեկ կդարձնի։ Երբ Հիսուսն ասաց «Իմ վկաները կլինեք», նա նկատի ուներ 3 տարբեր աշխարհագրական տարածքներ։ Առաջինը՝ «Իմ վկաները կլինեք Երուսաղեմում», այն ժամանակ աշակերտները շատ մոտ էին Երուսաղեմին, ըստ էության Հիսուսը նրանց ասում է. «Սկսեք Աստծո հետ ձեր փորձառությամբ կիսվել ձեզ մոտ գտնվող մարդկանց հետ»։ Առաքելությունը սկսվում է տանը, հարևաններից եւ ընկերներից։ Սա է առաքելության կարևոր ու հիմնական դաշտը։ Երկրորդը՝ նա շարունակում է ամբողջ Հրեաստանում եւ Սամարիայում։ Մեր առաքելությունը ներառում է նաեւ այն մարդկանց, որոնք կարծես թե մեզ մոտ են, սակայն միևնույն ժամանակ մեզնից հեռու են։ Այս դասակարգում այն մարդիկ են, որոնք խոսում են միևնույն լեզվով, միևնույն մշակույթի կրողներ են, սակայն չեն ապրում այն իրողության մեջ, որում մենք ենք ապրում։ Սա իր կարևորությամբ մեր առաքելության երկրորդ դաշտն է։ Երրորդ, այս ամենից հետո Քրիստոսն ասում է. «Մինչև աշխարհի ծայրերը»։ Աստծո առաքելությունը մեզ կոչ է անում լուրը հասցնել բոլոր վայրերի, ազգերի, խմբերի, լեզուների ու էթնիկ պատկանելություն ունեցող մարդկանց։ Սա մեր առաքելության վերջին դաշտն է։ Առաջադրանք կատարել, այսինքն այն նույն մարդը, որ
ավետարանի չէ եւ գնում է այլ վայրեր ավետարանելու, չի նշանակում, որ այս մարդը նաեւ իր տանը, իր ընտանիքի համար, իր ընկերների համար չի ավետարանում։ Դա նորմալ չի լինի, եթե ինքը գնա ուրիշներին ասելու, բայց իր ընտանիքը չիմանա, այսինքն իր ընտանիքի համար չավետարանի, իր հարևանների համար, իր մոտիկների համար։ Եթե դու լույս ես արձակում, այդ լույսը կտեսնեն ոչ միայն հեռուները, առաջինը մոտիկները կտեսնեն։ Մոտիկները ավելի լավ պիտի տեսնեն այդ լույսը, որ արձակում է մարդը, եթե մարդը Քրիստոսի հետ է քայլում։ Հնարավոր չէ, որ մոտիկները չտեսնեն այդ լույսը, բայց ուրիշները տեսնեն։ Ուրեմն լույս չկա, եթե մոտիկները չեն տենում, ցավոք։ Եվ վերջում կարդանք Advent Review and Sabbath Herald 1912 թվականի նոյեմբերի 14-ի Ellen White-ի գրվածը։ Դուք աշխարհի լույսն եք։ Փրկչի խոսքերը մատնանշում են այն փաստը, որ նա իր հետևորդներին է հանձնել համաշխարհային մի առաքելություն։ Այսինքն Հիսուսը չի ասում միայն դուք ձեր տան լույսն եք, դուք ձեր հարևանության լույսն եք, կամ ձեր երկրի լույսն եք, ասում է դուք աշխարհի լույսն եք։ Ինչպես որ արևի շողերն են ներթափանցում երկրագնդի ամենահեռավոր անկյուններն, անգամ այնպես էլ Աստված նախագծել է, որ ավետարանի լույսը հասնի երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդու։ Եթե Քրիստոսի եկեղեցին իրականացներ մեր Տիրոջ նպատակը, խավարում եւ մահվան շուքի ձորում գտնվող բոլոր մարդկանց վրա լույս կսփռվեր։ Եթե միասին մի վայրում հավաքվելու եւ սեփական պատասխանատվությունից ու խաչից խույս տալու փոխարեն եկեղեցու անդամները սփռվեին ամբողջ երկրով մեկ եւ նրանցից շողար ու փայլատակեր Քրիստոսի լույսը, եթե նրանք Քրիստոսի նման գործեին ի նպաստ մարդկանց փրկության, արքայության ավետարանը շատ արագ կտարածվեր ամբողջ աշխարհում։ Բոլոր երկրներից հնչում է մակեդոնական կոչը. Եկ եւ օգնիր մեզ։ Աստված մեր առջև դաշտ է բացել։ Երկնաբնակները համագործակցում են մարդկանց հետ։ Նախախնամությունը գնում է մեր առջևից, իսկ աստվածային զորությունը համագործակցում է մարդկանց ջանքերի հետ։ Պետք է որ կույր լինեն այն աչքերը, որոնք չեն տեսնում Տիրոջ գործը, եւ խուլ ականջները, որոնք չեն լսում ճշմարիտ հովվի կոչը, ուղված իր ոչխարներին։ Ոմանք լսել են Աստծո կոչը եւ արձագանքել են դրան, թող յուրաքանչյուր սրբագործված սիրտ այժմ արձագանքի, ձգտելով հռչակել կենարար պատգամ։ Եթե մարդիկ խոնարհությամբ եւ հավատարմությամբ ստանձնեն իրենց աստվածատուր աշխատանքը, աստվածային զորությունը տեսանելի կդառնա շատերի դեպի ճշմարտությունը դարձի գալու մեջ։ Հրաշալի կլինեն նրանց ջանքերի արդյունքները։ Եթե հրաշալի արդյունքներ չենք տենում մեր ջանքերին, նշանակում է, որ մենք բաց ենք թողել ամենակարևորը։ Մենք չունենք ուրեմն Աստծո ներկայությունը մեր կյանքում։ Ուրեմն մենք ինչ որ բան սխալ ենք հասկանում Աստծո առաջադրանքի մեջ։ Այսօր մի եկեղեցի կա, որ շատ չեմ ուզում նշել անունը, որ շատ ջանասիրաբար ուզում է տարածել Աստծո խոսքը։ Սակայն այն հոգով, որ նրանք անում են, կարծես թե սխալ է։ Իհարկե առանձին անհատներ միգուցե եւ սիրով են դա անում, բայց ընդհանուր առմամբ իրանք չեն անում դա Աստծո սեր իրենց սրտի մեջ, որտեվ չի երևում դա նրանց կյանքից, որ նրանք սիրում են այդ մարդկանց, ում մոտ որ գնում են հայտնելու ճշմարտությունը։ Ինչևէ, Աստված է դատավորը եւ
Մենք առաջինը պետք է մտածենք մեր մասին, արդյոք Աստծո սերը մեր սրտում մենք կատարում ենք Աստծո առաջադրանքը, թե Հովնանի պես ենք կատարում, սպասելով և փափագելով մարդկանց կործանումը, այլ ոչ թե նրանց փրկությունը։ Գիտեք, մարդկանց փրկությունը ավելի անհամեմատ ավելի շատ ուրախություն է պարգևում, քան թե նրանց կործանումը։ Երբ որ մի մարդ դարձի է գալիս, ասում է, խնջույք է, ուրախություն է երկնքում, օգնենք մեր օրինակով, մեր կյանքով, որ այդ երկնքի մեջի ուրախությունը հաճախ լինի, որ մենք սիրով կատարենք Հիսուսի մեզ տված առաքելությունը, որպեսզի մարդկանց աշակերտ սարքենք, ոչ թե այնպես, ինչպես անում էին հրեա առաջնորդները, ասում եք գեհենից ավելի բան սարքում, այսինքն գեհենի համար եք աշակերտներ սարքում, այլ ոչ թե դրախտի, այլ ոչ թե երկնքի։ Չանենք այդպես, այլ իրականում դրա համար առաջինը մենք պետք է ճշմարտապես ճանաչենք Քրիստոսին, նրա հոգով լցվենք, ինչպես այն փոքրիկ աղջնակը, և Աստծո գործը անենք մեծ սիրով և հավատարմությամբ, և այն ժամանակ իրոք տեսնենք հրաշալի արդյունքներ, ինքներս էլ կզարմանանք։ Թող Աստված օրհնի մեզ այդ գործում, մինչև մյուս շաբաթ։